Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ես վաճառեցի իմ բնակարանը, որպեսի օգնեմ որդուս տուն գնել, բայց տեղափոխվելու օրը հարսս հայտարարեց. «Քեզ համար տեղ չկա, մենք մայրիկիս ենք բերում»։ Թոռներս ընտրեցին նրան, ոչ թե ինձ։ Որդիս լուր գլխով արեց ու դուռը փակեց իմ քթի առաջ։ Ես լուր նստեցի տաքսի, իսկ մեկ ժամ անց նրանք հեկեկում էին հեռախոսի մեջ ու աղաչում, որ վերադառնամ։ Ընկերներ, անպայման բաժանորդագրվեք ալիքին և մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ լսում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ մեր աշխարհագրությունը։ Հաճելի ունկնդրում։ 40 տարին սա պարզապես թիվ չէ օրացույցում։ Սա այն գրքերի կազմերի վրայի փոշու շերտն է, որոնք անգիր գիտես։ Սա միջանցքի 3-րդ տախտակի ճռճռոցն է, որը ինձ համար հարազատ էր դարձել, ինչպես հանգուցյալ ամուսնուս ձայնը։ Վանաձորի կենտրոնում գտնվող իմ երկսենյականոց բնակարանը պարզապես անշարժ գույք չէր։ Այն իմ ամրոցն էր, գրադարանը, իմ կյանքի թանգարանը։ Այստեղ է մեծացել Արմանը։ Այստեղ ես հազարավոր տետրեր եմ ստուգել կարմիր գրիչով, ուղղելով ուրիշների երեխաների սխալները, հույս ունենալով, որ սեփական որդուս դաստիարակել եմ առանց թերությունների։ Բայց ինչպես պարզվեց, կյանքը ավելի խիստ է գնահատում, քան ցանկացած ուսուցիչ։ Երբ վերջին անգամ հայացքս գցեցի դատարկ հյուրասենյակին, սիրտս չցավեց։ Ուսուցիչները չեն լալիս դատարկ նստարանների վրա, նրանք պատրաստվում են հաջորդ դասին։ Ես վաճառեցի ամեն ինչ՝ պատերը, տեսարանը դեպի սարերը, սովորական կենցաղը, հանուն ընտանեկան բնի, հանուն Արմանի և իհարկե հանուն Անահիտի։ Անահիտը, հարսս, մի կին է, որի ժպիտից ես միշտ ատամնացավ էի զգում, ինչպես ներսից փտած, բայց դրսից հասած մրգից։ Վերջին 3 տարին ես նրան հետևում էի նույն ուշադրությամբ, ինչպես նախկինում դասարանի հետին նստարաններին արտագրող աշակերտներին։ Ես ամեն ինչ տեսնում էի, թե ինչպես է փոխվում որդուս հայացքը։ Նախկինում Արմանը ինձ ուղիղ էր նայում, հարգանքով, հիմա նրա հայացքը փախչում էր, կարծես անընդհատ սենյակից դուրս գալու ելք էր փնտրում։ Նա դարձել էր փափուկ, հլու, ինչպես պլաստիլինը նրա խնամված գիշատիչ մանիկյուրով ձեռքերում։ Մայրիկ, դե ինչու են քեզ միայնակ այս ապարանքները, ասում էր Անահիտը կես տարի առաջ, թեյ լցնելով։ Թեյը նա միշտ ինձնից քիչ էր լցնում, քան իրեն։ Մանրուք։ Ոչ։ Բնութագիր։ Մտածիր թոռներիդ մասին։ Նրանց օդ է պետք։ Տարածություն։ Մենք տուն կկառուցենք։ Դուք ունենաս քո սենյակը, այգի դուրս գալու հնարավորությամբ։ Գրքերդ կկարդաս խնձորենու տակ։ Նա քաղցր էր խոսում, բայց ես տեսնում էի, թե ինչպես է նրա աչքերը գնահատող հայացքով վազում իմ հնաոճ բուֆետի վրայով։ Նա իմ հարմարավետության մասին չէր մտածում։ Նա հաշվում էր գումարը, որը կարելի էր ստանալ իմ պատմական կենտրոնի քառակուսի մետրերից։ Ես համաձայնեցի ոչ թե այն պատճառով, որ կույր էի։ Համաձայնեցի, որովհետև սիրում եմ որդուս։ Նույնիսկ այսպիսի, իր կորցրած որդուն։ Եվ որովհետև սովոր եմ իրավիճակը վերահասկելու։ Նույնիսկ երբ թվում է, թե հոսանքին եմ տրվել։ Ահազանգերը վաղուց էին հնչում, բայց ամանաուժեղը հնչեց 1 ամիս առաջ, երբ գնացինք նայելու երազանքի այդ տուրը քաղաքամերձ թաղամասում։ Տունը դեռ թաց էր, բուրում էր սվաղով և էժան լամինատով, բայց Անահիտը սենյակներով թրջկոտում էր, որպես տիեզերքի տիրուհի։ Իսկ այստեղ տիկին Էլմիրա, լինելու է ձեր սենյակը, ասաց նա, բացելով առաջին հարկի փոքրիկ սենյակի դուռը։ Սենյակը լուսավոր էր, չափազանց լուսավոր նրա համար, ով սիրում է կարդալ լամպի կիսամթում։ Բայց ինձ վախեցրեց ոչ թե դա։ Ես կանգնած էի դրան մոտ և լուր հետևում էի։ Անահիտը հանեց չափերիչը։ Նա չչափեց պատը գրքերից դարակների համար։ Նա առաջին հերթին վազեց պատուհանի մոտ, որտեղ միակ ուժեղացված վարդակն էր։ Այստեղ իդեալական կտեղավորվի, մրմնջաց նա ինքն իրեն, գնահատելով սեղանի լայնությունը։ Ես գիտեի իմ գրասեղանի չափերը։ Այն այնտեղ չէր տեղավորվի։ Փոխարեն այնտեղ իդեալական կլիներ կարի մեքենան, արդյունաբերական, ծանր։ Ես չեմ կարուն։ Ես երբեք ձեռքիս մեջ ասեղ չեմ պահել կոճակ կարելուց բացի։ Փոխարենը կարում է Նինան, Անահիտի մայրը։ Աղմկոտ, պարզունակ և, ինչպես պնդում է Անահիտը, սուրբ հոգի մի կին։ Այդ պահին ես ոչինչ չասացի։ Ես միայն շարֆս ուղղեցի և դանդաղ գլխով արեցի, կարծես համաձայնելով կահույքի դասավորությանը։ Հրաշալի է Անահիտ,
ասացի իմ հանգիստ ուսուցչական ձայնով։ Շատ հարմար է։ Նա նույնիսկ չշրջվեց, տարված չափումներով։ Նա այնքան վստահ էր իր հաղթանակի վրա, որ ծեր ուսուցչուհին արդեն խելագարվել է տեղափոխվելու ուրախությունից, որ կորցրեց զգոնությունը։ Սա նրա առաջին սխալն էր։ Թերագնահատել նրան, ով քեզ կյանք է սովորեցրել, ճակատագրական ռազմավարություն է։ Հաջորդ իսկ օրը, փոխարենը սկսելու փաթեթավորել բյուրեղապակին, ես գնացի ոչ թե տուփերի խանութ, այլ կենտրոն, հին գրասենյակ։ Վարդան Սարգսյանը, իմ վաղեմի ընկերն ու հին դպրոցի փաստաբանը, ինձ դիմավորեց ուժեղ սուրճով և ակնոցվերի վրայով հարցական հայացքով։ «Վստահ ես, Էլիա», հարցրեց նա, նայելով արքուվաճառքի պայմանագրի սևագիրը, որը պատրաստել էր Անահիտի ռիելթորը։ «Դու ամեն ինչ տալիս ես, եթե նրանք», ընդհատեցի ես, հանգիստ խառնելով շաքարը։ «Ես չեմ տալիս, ես ներդրում եմ անում, բայց ցանկացած ներդրող գիտի, թե ինչ է ռիսկերի հեճավորումը։ Ինձ պետք է հատուկ կետ և առանձին փաստաթուղթ, որը մենք կստորագրենք մինչև գումարը փոխանցելը։ Մենք նստեցինք 3 ժամ, մենք գրեցինք յուրաքանչյուր բառ։ Ցմահ բնակվելու իրավունքը սկսնակների համար է։ Մենք ավելի հեռուն գնացինք։ Մենք պայմանագիրը կազմեցինք այնպես, որ իմ գումարները համարվեն ոչ թե նվեր, այլ նպատակային փոխառություն, հատուկ պայմաններով։ Եվ ամենակարևորը, իմ պապկայի մեջ կար մի փաստաթուղթ, որի գոյության մասին Արմանն ու Անահիտը նույնիսկ չէին կասկածում։ Ես ստորագրեցի թղթերը ծանր սրտով, բայց մաքուր խղճով։ Ես նրանց հնարավորություն տվեցի։ Եթե նրանք պատվով վարվեն, այդ թղթերը կմնան Վարդանի չհրկիզվող պահարանում։ Եթե ոչ, դե դասը դաժան կլինի։ Եվ եկավ այդ օրը։ Մոխրագույն նոյեմբերյան երկինքը կարծես սկում էր իմ հին կյանքը։ Անձրևը մանր տհաճ թափվում էր։ Ես գնում էի տաքսիով, իրերիս բեռնատարի հետևից։ Պայուսակիս մեջ իմ անձնագիրն էր, ճնշման հապերը ամեն դեպքում և հեռախոսը։ Արմանն ու Անահիտը ավելի շուտ էին մեկնել հանդիսավոր հանդիպում նախապատրաստելու համար։ Մենք մտանք քաղաքամերձ թաղամաս, նույնատիպ ցանկապատներ, շինարարական ցեխ։ Տաքսին թեքվեց մեր նոր հասցեով, և այստեղ ես վարորդին խնդրեցի դանդաղեցնել։ «Մի մոտեցեք դարպասին», ասացի ես։ «Կանգ առեք այստեղ»։ 18 համարի տան դարպասի մոտ արդեն մեքենա կար, բայց դա իմ բեռնատարը չէր։ Դա հին, կյանքից հոգնած, կեղտոտ համարանիշներով մի գազել էր։ Հետևի դռները բաց էին։ Բանվորները կեղտոտ արտահակուստով մեքենայից դուրս էին հանում ոչ թե իմ ստորագրված գրքերի տուփերը։ Նրանք քաշում էին ծաղկավոր, հին, քրքրված բազմոցը։ Ես այն անմիջապես ճանաչեցի։ Ես այդ բազմոցին նստել էի 5 տարի առաջ, երբ հյուր էի խնամիներիս մոտ։ Դա Նինայի բազմոցն էր։ Իսկ հետո դուրս բերեցին Կարի մեքենան։ Ես սրտից ծակոց չզգացի։ Ոչ խուճապ, ոչ արցունքներ։ Միայն սառը պարզություն։ Փազլը հավաքվեց։ Վերջին կտորը իր տեղն ընկավ 4 ձայնով։ Անահիտը ոչ միայն ուզում էր մորը բերել իրենց մոտ, նա ինձ փոխարինել էր։ Մինչ ես շեմը կհատեի, նայեցի ժամացույցին։ Իմ բեռնատարը պետք է գար 10 րոպեից։ Ես ճիշտ այնքան ժամանակ ունեի, որ նրանց հնարավորություն տամ կատարել վերջին անուղելի սխալը։ Ես խնդրեցի տաքսիստին սպասել և դուրս եկա անձրևի տակ։ Ես քայլում էի դեպի այն տունը, որը գնվել էր իմ գումարներով, և պատուհանում տեսնում էի Անահիտի ուրվագիծը, որը հրամայում էր բանվորներին։ Նա ժպտում էր։ Նա դեռ չգիտեր, որ ես չեմ եկել բնակվելու։ Ես եկել եմ որսի։ Ես մոտեցա մուտքին։ Անձրևը ուժեղացավ։ Կաթիլները թմբկահարում էին նոր մետաղական տանիքին։ Դուռը կիսաբաց էր։ Ներսից լսվում էր տապակած սոխի հոտը և Նինայի կոպիտ ծիծաղը։ «Զգույշ մեքենայի հետ, այ ապիկարներ», գոռում էր նա։ «Սա կերակրող է»։ Ես իմ փոքրիկ ճամպրուկը դրեցի թաց սալիկներին։ Սա միակ բանն էր, որ վերցրել էի տաքսից։ Փաստաթղթեր, ներքնաշորեր և մի զույգ տոհմական զարդեր։ Հիմնական բեռը գրադարանս և կահույքը դեռ ճանապարհին էին։ Դրան բացվածքում հայտնվեց Անահիտը։ Նա տնային հագուստով էր, ուսին սրբիչ, կարծես այստեղ էր ապրում հավերժ։ Տեսնելով ինձ, նա չմեկուսացավ։ Նա կանգնեց կենտրոնում, ձեռքերը դնելով կոնքերին։ Նրա ժպիտը ոչ միայն սառն էր, այլև հաղթական։ «Տիկին Էլմիրա»։ Նրա ձայնը ձևական զարմացած էր, չնայած աչքերը ծիծաղում էին։ «Դուք շուտ եք եկել, մենք դեռ տեղափոխումը չենք ավարտել»։ «Ես տեսնում եմ», հանգիստ պատասխանեցի ես, գլխով անելով դեպի դարպասի գազելը։ «Նինան տեղափոխվում է»։ «Օй, դե դուք հասկանում եք», Անահիտը թափահարեց ձեռքը, կարծես հալածում էր ճանչին։ «Մայրիկին պետք է երեխաների հարցում օգնել»։ Դե հետո էլ մենք այստեղ Արմանի հետ խորհրդակցեցինք։ Նա դադար առավ, վայելելով պահը։ Նա ուզում էր, որ ես հարցնեմ, որ սկսեմ անհանգստանալ, բայց ես լռում էի, նայելով ուղիղ նրա քթի կամրջին։ Մի խոսքով ծրագրերը մի քիչ փոխվեցին,
շարունակեց նա մի քիչ ավելի կոշտ։ Մենք որոշեցինք, որ ձեզ այստեղ մի քիչ նեղ կլինի, դե երեխաներին էլ գիտեք, ձեզ հետ դժվար է։ Դուք նրանց ճնշում եք ձեր էտիկետով, ձեր դիտողություններով, արմունկները սեղանին մի դիր, մի ծամմիր։ Նրանք երեխաներ են տիկին Էլմիրա։ Նրանց պետք է տատիկ, որի հետ զվարճալի է, ոչ թե դասախոս։ Սուտ։ Ես գիտեի իմ թորներին։ 7-ամյա Միքայելը պաշտում էր, երբ ես իրեն Ժուլ Վերն էի կարդում, իսկ հնգամյա Սոնան քնում էր միայն իմ օրորոցայինների տակ։ Երեխաները չեն ընտրում զվարճանք, նրանք ընտրում են ջերմություն։ Բայց Անահիտը գիտեր պատմությունը վերաշարադրել ավելի արագ, քան դասագրքերի հաղթողները։ Եվ որտեղ ապրեմ, հարցրեցի ես։ Ձայնս հնչում էր հավասարաչափ, ինչպես մետրոնոմը։ Դե բնակարանը վաճառեցիք, գումարը, նա ուսերը թոթվեց։ Գումարը գնաց այս տան վրա, դա ձեր նվերն էր որդուն, չէ։ Մենք իհարկե գազաններ չենք, Արմանը գտել է հրաշարի տարբերակ, Վրեպինո պանսիոնատը։ Այնտեղ սոչիներ են, օձ, ձեր հասակակիցները։ Մենք կվճարենք առաջին կեստարին։ Պանսիոնատ, ծերանոց։ Ես հայացքս փոխեցի նրա ուսի հետև։ Նախասրահի կիսամթում կանգնած էր Արմանը։ Իմ որդին, տղամարդը, որին ես սովորեցրել էի պահել խոսքը, պաշտպանել թույլերին եւ հարգել մեծերին։ Նա կանգնած էր կուչ եկած եւ քաշքաշում էր վերնաշապիկի կոչակը։ Արման, կանչեցի ես ցածր, պարզապես նշելով նրա ներկայությունը։ Նա մի վայրկյան բարձրացրեց աչքերը։ Նրանց մեջ վախ կար։ Կենթանական վախ սկանդալից, կնոջից, պատասխանատվությունից։ Մայրիկ, այսպես ավելի լավ կլինի, մրմնջաց նա նայելով կոշիկներին։ Դու ինքն էիր ուզում, որ մենք լավ ապրենք։ Դե, այսպես լավ կլինի։ Նինան կօգնի կենցաղի հարցում։ Դու ինձ վռնդում ես, հարցրեցի ես։ Սա հարց չէր, սա արձանագրություն էր։ Արմանը լռում էր։ Անահիտը պատասխանեց նրա փոխարեն։ Ոչ ոքի չի վռնդում։ Պարզապես այստեղ քեզ համար տեղ չկա։ Ներողություն։ Եվ նա սկսեց փակել դուռը, դանդաղ, ինձ հնարավորություն տալով գոռալ, լալ, ոտքս դնել արանքը։ Նա սպասում էր հիստերիայի։ Նա սպասում էր, որ ես կընկնեմ ծնկի եւ կաղաչեմ թողնել ինձ գոնե մարանում։ Ես կանգնած էի անշարժ։ Դուռը փակվեց խուլ, թանկարժեք ձայնով։ Կողպեքը շրխկաց։ Ես մնացի միայնակ մուտքի մոտ, անձրևի տակ, ճամպրուկիս կողքին։ Իմ մեջ ինչ-որ բան կտրվեց։ Ոչ, սիրտը չէ։ Կտրվեց այն թելը, որը ինձ կապում էր մայրական պարտքի, անվերջ ներողամտության եւ զոհողության հետ։ Եկավ լռությունը, բացարձակ զրնգուն լռություն գլխում։ Սառը պարզություն։ Որդին մահացավ ոչ թե ֆիզիկապես, փառք Աստծո, բայց այն տղայի, որին ես գիտեի, այլևս գոյություն չուներ։ Այդ դրան հետևում օտար մարդ էր, վախկոտ եւ դավաճան։ Իսկ դավաճանների հետ բանակցություններ չեն վարում, նրանց ոչնչացնում են։ Իրավաբանորեն։ Ես չթակեցի, ոչ մի արդյունք չթափեցի։ Ես դանդաղ հանեցի հեռախոսը։ Մատներս չէին դողում։ Առաջին հերթին հավաքեցի Բեռնատարի վարորդի համարը։ Սերգեյ, հետ դարձեք, ասացի ես։ Հասցեն փոխվում է։ Տանում ենք ժամանակավոր պահեստ։ Այո, ես կվճարեմ։ Ոչ, տան մոտ չմոտենալ։ Հետո բացեցի տաքսու հավելվածը։ Ես չընտրեցի էկոնոմ դասը, կայարան կամ ընկերուհու տուն գնալու համար, որտեղ կարելի է լալ խոհանոցում։ Ես ընտրեցի բիզնես դասը։ Սև Մերսեդեսը 5 րոպեից այստեղ էր։ Մինչ մեքենային սպասում էի, բացեցի պայուսակս։ Մատները ստիպան փաստաթղթերի պապկայի հաստ-կաշվին, նույն այն, որը պատրաստել էինք Վարդանի հետ։ Այնտեղ էր իմ սուրը եւ իմ Վահանը։ Այնտեղ գրված էր ամեն ինչ։ Գումարի փոխանցման պայմանները, կողմերի պարտավորությունները եւ ամենակարևորը՝ 7.4 կետը։ Միակողմանի խզման իրավունքը պայմանների չկատարման դեպքում։ Էական պայմանը իմ բնակվելն էր։ Նրանք այն խախտեցին տան ընդունման հանձնման ակտի ստորագրումից 3 ժամ անց, բայց մինչ Արմանի անվան սեփականության իրավունքի գրանցումը։ Մեքենան մոտեցավ։ Վարորդը կոստյումով դուրս եկավ, բացեց հովանոցը եւ վերցրեց ճամպրուկս։ Ես նստեցի հետևի նստատեղին։ Ուր ենք գնում, քաղաքավարի հարցրեց նա։ Ես անուն տվեցի։ Ոչ թե ընկերուհուս հասցեն, ոչ թե Էժան հյուրանոց։ Աստորիա հյուրանոց, խնդրեմ։ Արմանը կարծում էր, որ ես նրանց եմ տվել ամեն կոպեկը։ Նա գիտեր բնակարանի վաճառքի կենսաթոշակային խնայողությունների մասին,
բայց մոռացել էր մի մանրուքի մասին։ Իմ ամուսինը, նրա հայրը, ոչ միայն գիտնական էր, այլև հազվագյուտ մետաղադրամների հավաքակորդ։ Երբ նա մահացավ, ես չվաճառեցի հավաքածուն միանգամից։ Ես այն վաճառեցի 3 օր առաջ, երբ հասկացա, որ ամպերը խտանում են։ Ես անվտանգության բարձիկ ունեի, եւ այն լցված էր ոչ թե փետուրներով, այլ ոսկեանիկոլայական մետաղադրամներով, փոխարկված արժույթի։ Մեքենան շարժվեց։ Ես նայում էի պատուհանից, դեպի հեռացող տունը, որի պատուհաններում արդեն լույս էր վառվել։ Նրանք կարծում էին, որ հաղթանակ են տոնում։ Նրանք կարծում էին, որ ծեր մայրը հիմա կնստի ավտոբուս եւ կգնա իր դարը ապրելու ծերանոցում։ Ես հանեցի հեռախոսը եւ բացեցի մեսենջերը։ Կոնտակտ Վարդան։ Ես տպեցի կարճ հաղորդագրություն։ Նրանք փակեցին դուռը։ Սկսում ենք երկրորդ փուլը։ Պատասխանը եկավ ակնթարթորեն։ Սպասում եմ քեզ գրասենյակում 1 ժամից։ Նոտարը զգուշացված է։ Ես հենվեցի նստատեղի հենակին եւ առաջին անգամ օրվա մեջ ինձ ժպտալու հնարավորություն տվեցի։ Սա երջանկության ժպիտ չէր, սա այն վիրաբուժի ժպիտն էր, ով ձեռքն է վերցնում սկալպելը, իմանալով, որ վիրահատությունը բարդ կլինի, բայց անհրաժեշտ։ Գանգրենան կտրելը ցավոտ է, բայց դա միակ միջոցն է ողջ մնալու։ Աստորիա հյուրանոցը ինձ դիմավորեց զուսպ շխեղությամբ եւ լռությամբ, որն այնքան գնահատելի է, երբ ջենքումդ փոթորիկ է։ Ես չբարձրացա համար, ճամպրուկը թողնելով դռնապահի մոտ դուրս եկա կողային մուտքից, որտեղ ինձ արդեն սպասում էր Վարդանի մեքենան։ Մենք գնում էինք լուր։ Նա ինձ գիտեր 40 տարի։ Նա ինձ գիտեր, որ եթե ես լռում եմ, նշանակում եմ մտածում եմ, իսկ եթե մտածում եմ, ավելի լավ է չխանգարել։ Ներսի հերթապահ նոտարական գրասենյակը աշխատում էր շուրջօրյա։ Հազվադեպ հաջողություն, բայց Վարդանը գիտեր պայմանավորվել։ Ներսում բուրում էր հին թղթով եւ մոմով։ Նոտարը հոգնած աչքերով մի երիտասարդ կին արդեն սպասում էր մեզ, սեղանին փրած փաստաթղթերը։ Վստահ եք, որ ուզում եք գործընթացը հենց հիմա սկսել, տիկին Էլմիրա, հարցրեց նա ուղղելով ակնոցները։ Սա կկասեցնի սեփականության իրավունքի գրանցումը, փաստացի գործարքը կկախվի։ Ես երբեք այսքան վստահ չեմ եղել, պատասխանեցի ես, պայուսակիցս հանելով գրիչս։ Ես միշտ կարևոր փաստաթղթերը ստորագրում եմ իմ գրիչով։ Սա նշան է։ Սեղանին դրված էր դրամական միջոցների նվիրատվության պայմանագիր, պայմանով։ Նույն այն փաստաթուղթը, որը Արմանը ստորագրեց չնայելով, կուրացած նոր տանբանալիների փայլից։ 3.1 կետում սևով սպիտակի վրա գրված էր. Անշարժ գույքի սեփականության իրավունքը նվիրարուին անցնում է միայն նվիրատվության պայմանների կատարման ակտը ստորագրելուց հետո, որը ներառում է նվիրատուին ցմահ բնակվելու իրավունքի տրամադրումը։ Ակտը չկար եւ այլևս երբեք չի լինի։ Ես լայնորեն ստորագրեցի հետկանչի դիմումը եւ պայմանների չկատարման մասին ծանուցումը։ Նոտարի կնիքը թղթի վրա խփեց խուլ հարվածով, որը նման էր խլացուցիչով գրակոցի։ Վերջ, արտաշնչեց Վարդանը թղթերը դնելով պորտֆելի մեջ։ Վաղը առավոտյան սա կլինի ռեեստրում։ Գրանցումը կասեցված է։ Տունը իրավաբանորեն անտեր է։ Ճիշտն ասած, այն դեռ պատկանում է վաճառողին։ Բայց գումարը դրա համար վաճառված է քո կողմից։ Եվ դրանք սառեցված են ագրեդիտիվով մինչև գործարքի ավարտը։ Արմանը այնտեղ ապրում է թրջնի իրավունքներով։ Դեռևս նա այնտեղ պարզապես գիշերում է, ուղեցի ես նայելով ժամացույցին։ Գրեթե 10 էր։ Իսկ հիմա Վարդան։ Եկ զբաղվենք կենցաղով։ Մենք դուրս եկանք փողոց։ Անձրևը դադարել էր, բայց քամին ոսկորներս էր ծակում։ Ես հանեցի հեռախոսը։ Կոնտակտների ցանկում ինձ մոտ պահպանված էին ոչ միայն հարազատների համարները, այլև բոլոր այն ծառայությունների համարները, որոնք ես, որպես պատասխանատու վճարող եւ շինարարության փաստացի պատվիրատու, միացրել էի անձամբ։ Առաջին զանգը Բաստիոն, մասնավոր պահնորդական ձեռնարկություն։ Բարի երեկո։ Սա Էլմիրան է։ Պայմանագրի համարը 455-ը։ Այո։ Ծածկանունը Անտիգոնա։ Ես ուզում եմ կասեցնել օբյեկտի սպասարկումը տեխնիկական աշխատանքների եւ սեփականատիրոջ փոփոխության պատճառով։ Այո։ Հենց հիմա։ Անջատեք ազդանշանային համակարգը եւ հեռակամուտքը։ Շնորհակալություն։ Երկրորդ զանգը էներգասպարման ընկերություն։ Այնտեղ ես ուղիղ կապ ունեի մենեջերի հետ, ով վարում էր մեր թաղամասը։ Ալեքսեյ, ներողություն ուր զանգի համար։ Այո, 18-րդ տեղամասից։ Մենք վթարային իրավիճակ ունենք էլեկտրալարերի հետ։ Վահանակը ծխում է։ Հրդեհից եմ վախենում։ Կարող եք մեզ հեռակակարգով հոսանքազրկել մինչև էլեկտրիկի ժամանումը։ Այո, լիովին, անվտանգությունը ամեն ինչից վեր է։ Վաղը առավոտյան դիմումը կուղարկեմ։ Ես անջատեցի հեռախոսը։
Իմ հեռախոսում տեղադրված էր խելացի տուն հավելվածը, որը Արմանը այնքան հպարտությամբ էր կարգավորել մեկ շաբաթ առաջ։ Մայրիկ նայիր, ես կարող եմ թեյնիկը միացնել աշխատավայրում նստած, պարծենում էր նա։ Հիմա ես նայում էի էկրանին։ Կանաչ լույսերը, որոնք նշանակում էին ակտիվ համակարգեր, ջեռուցում, հյուրասենյակի լույսը, սառնարանը, մեկը մյուսի հետևից մարում էին։ Կարգավիճակը դարձավ մոխրագույն։ Կապ չկա։ Ես պատկերացրի այդ պատկերը։ Ահա նրանք նստած են ընդարձակ հյուրասենյակում։ Սեղանին շամպայն է, գուցե տորտ։ Անահիտը հավանաբար արդեն պլանավորել է, թե ինչ վարագույններ կկախեն իմ չկայացած սենյակում։ Նինան պատմում է ինչ-որ պատմություն, բարձր ծիծաղելով։ Արմանը հնարավոր է խղճի խայթ է զգում, բայց խեղդում է այն ալկոհոլով և խոսքերով, որ այդպես բոլորի համար լավ է։ Եվ հանկարծ շխկոց, լույսը մարում է, երաժշտությունը լռում է։ Հեռուստացույցը դառնում է սև քառակուսի։ Քաղաքամերձ տանը մթությունը վրա է հասնում ակնթարթորեն և բացարձակ։ Պատուհանից այն կողմ նոյեմբերյան գիշեր է։ Ոչ լապտերներ, ոչ հարևաններ, միայն անտառ և քամի։ Ես ստուգեցի ջերմաստիճանի տվիչների կարգավիճակը։ Ջեռուցման կացան նույնպես անջատվել էր։ Տունը նոր է, այն միանգամից չի սառչի, բայց առավոտյան այնտեղ թարմ կլինի, շատ թարմ։ Էկրանին ծանուցում հայտնվեց։ Օբյեկտի հետ կապը կորել է։ Ես հեռախոսը դրեցի գրպանս։ Դաժան է, նկատեց Վարդանը, բայց նրա ձայնի մեջ հավանություն էր լսվում։ Սա դաժանություն չէ, սա ֆիզիկա է, էներգիայի պահպանման օրենք։ Նրանք վերցրեցին իմ էներգիան, իմ հոգատարությունը, իմ գումարը, իմ տունը։ Ես պարզապես հավասարեցնում եմ հաշվեկիշիրը։ Մենք վերադարձանք հյուրանոց։ Ես բարձրացա իմ համար, պատվիրեցի բերգամոտով թեյ և նստեցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն նայող պատուհանի մոտ։ Հեռախոսը լռում էր։ Նրանք չէին ծանգահարում։ Իհարկե նրանք կարծում էին, որ դա պարզապես վթար է գծի վրա։ Քամի, կտրված լարեր, սովորական բան քաղաքամերձ տարածքների համար։ Նրանք հավանաբար հիմա մոմեր են փնտրում, հայհոյում են կոմունալ ծառայություններին և զանգահարում վթարային ծառայություն, որտեղ նրանց քաղաքավարի կպատասխանեն, որ հայտը ընդունված է, բայց բրիգադը կլինի միայն վաղը։ Նրանք չգիտեն, որ սա տարերք չէ, սա ես եմ։ Նրանք կարծում են, որ հաղթել են թույլ պարավին, որին կարելի է դուրս շպրտել դռնից ինչպես ավելորդ իր։ Նրանք չեն հասկանում, որ դռնից դուրս են շպրտել միակ մարդուն, որը նրանց վրա անվտանգության գմբեթ էր պահում։ Ես թեյից գումարեցի։ Տաք, բուրավետ, ազատության համ և կանխազգացում։ Վաղը առավոտ կլինի։ Վաղը նրանք կարթնանան սառը տանը, առանց տաք ջրի և ինտերնետի։ Եվ այդ ժամանակ կսկսվի իսկական դասը։ Ես պառկեցի սպիտակ խրթխրթան սավանների մեջ։ Քուն չկար, բայց կար զարմանալի հանգստություն։ Ես չէի լալիս կորցրած տան համար, ես ծրագրեր էի կազմում նորի համար, բայց սկզբում պետք էր ավարտել հին հիմքի քանդումը, որը փտած էր։ Նախքան լուսամփոփը անջատելը, ես ևս մեկ անգամ ստուգեցի հեռախոսը, բանկից մեկ հաղորդագրություն։ Աստղանիշ 4567 քարտով գործարքը մերժված է, բավարար միջոցներ չկան։ Արմանը փորձում էր բիցապատվիրել իմ լրացուցիչ քարտից, որը տվել էի նրան վառելիքի համար։ Ես այն արգելափակել էի 5 րոպե առաջ։ Բարի գիշեր սավակներս։ Բարի ախորժակ։ Առավոտը սկսվեց ոչ թե սուրճով, այլ մահճակալի կողքի սեղանին հեռախոսի թրթրոցով։ Էկրանին փայլում էր անունը՝ որդիս։ Ժամը 8-ն ալիքնած։ Նա երբեք այդքան շուտ չէր զանգում, եթե իրեն ինչ-որ բան պետք չէր։ Ես չշտապեցի պատասխանել, թող նյարդայնանա։ Ես վեր կացա, խալաթը հագա, մոտեցա պատուհանին։ Վանաձորը արթնանում էր, մոխրագույն և վեհ, անտարբեր մարդկային փոքրիկ ողբերգությունների նկատմամբ։ Հեռախոսը լռեց, հետո նորից զանգեց, համառորեն, պահանջկոտ։ Ես մատս անցկացրի էկրանին։ Մայրիկ, ինչու չես վերցնում։ Արմանի ձայնը նոչ մեղավոր էր, նոչ վշտացած, այն գրգռված էր, կարծես ես էի ուշացել նախաճաշի մատուցումից։ Ես քնած էի Արման, հանգիստ պատասխանեցի ես։ Ինչ է պատահել։ Մեզ մոտ այստեղ խելագարություն է, ճչաց նա։ Լույսը անջատել են դեռ 3 երեկոյան, կացան կանգնել է, տանը սառնամանիք է, տաք ջուր չկա։ Երեխաները սառել են։ Անահիտը կատաղած է։ Դու էիր զբաղվում այդ կոմունալների բոլոր պայմանագրերով։ Զանգահարիր նրանց, կարգավորիր, թող անհապաղ բրիգադ ուղարկեն։ Ոչ մի խոսք երեկվա մասին, ոչ մի ինչպես ես տեղավորվել, ներիր մեզ, միայն պահանջներ։ Նա ինձ զանգահարում էլ ոչ թե որպես մոր, որին դուրս էր շպրտել փողոց, այլ որպես անխելք կառավարչի, որը չի ապահովել տիրոջ հարմարավետությունը։ Ես անպայման կզանգեմ Արման, ասացի ես,
փորձելով, որ ձայնս հնչի այնքան մեղմ, որքան նախկինում, բայց հիմա առավոտ է, գծերը կարող են ծանրաբեռնված լինել։ Մայրիկ, դե դու գիտես նրանց հետ ինչպես խոսել, սեղմիր այնտեղ, ում վրա պետք է։ Նա գրեթե գոռում էր. մենք այստեղ սառչում ենք, հասկանում ես, նոր տանը, այդքան գումարի դիմաց։ Հետին պլանում ես լսեցի Անահիտի ձայնը, այն բարձր էր, չարակամ, նախատեսված ոչ թե հեռախոսի խոսափողի համար, բայց հիանալի լսելի։ Դե ինչ ես իր հետ մամաչամա անում, ասա թող գնա եւ տեղում կարգավորի, մեկ է երևի հիմա կայարանում նստած է, անելիք չունի, թող մի քիչ ավտոբուսում մրսի ավելի արագ կսկսի մտածել, իսկ մի քանի ամսից երբ գումարը վերջանա, ինքը կսողա խնդրելով մառանում կարտոֆիլ տեսակավորել։ Ծիծաղ, նրա ծիծաղը եւ Նինայի ծիծաղկոտությունը։ Նրանք ոչ միայն ինձ դուրս էին շպրտել, նրանք ինձ հաշվից հանել էին։ Նրանց աշխարհում ես անօգնական պարավ էի, որը նրանց ողորմության առանց մեկ շաբաթվա մեջ կկորչի։ Նրանք վստահ էին, որ ես հիմա կշտապեմ փրկել նրանց հարմարավետությունը, հույս ունենալով արժանանալ ներողամտության։ Նրանց ամբարտավանությունը այնքան խիտ էր, որ այն կարելի էր դանակով կտրել։ Եվ դա նրանց գլխավոր սխալն էր։ Նրանք մոռացել էին, որ ես ծառայող չեմ։ Ես բանկ եմ։ Ես կկարգավորեմ Արման։ Սպասեք, չոր ասացի ես եւ անջատեցի։ Ձեռքերս չէին դողում, հակառակը, ներսումս սառը վստահություն տարածվեց։ Ես գիտեի ինչ անել։ Մեկ ժամ անց ես արդեն նստած էի բանկի մասնաճյուղում, ոչ թե ընդհանուր դահլիճում, այլ VIP հաճախորդների համար նախատեսված կաբինետում, կարգավիճակ, որը ստացել էի բնակարանը վաճառելուց եւ հաշվին խոշոր գումար տեղադրելուց հետո։ Մենեջերը Աննա անունով մի քաղաքավարի աղջիկ։ Ինձ սուրճ առաջարկեց եւ տպեց Արմանի եւ իմ համատեղ escrow հաշվի քաղվածքը, որն օգտագործվում էր գործարքի հաշվարկների համար։ Ես նայում էի գործարքների տողերը։ Турքերի վճարում, realtor-ի միջնորդավճար, փոխանցում կառուցապատողին։ Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, մինչև հայացքս ընկավ տարօրինակ գրառման վրա, սպասվող գանձումներ բաժնում։ Գումարը հսկայական էր՝ 15.5 միլիոն դրամ։ Ստացող Elite Interior SP։ Վճարման նպատակը վարկային պայմանագրի առաջին վճարի մարում։ Ես աչքերս բարձրացրեցի Աննայի վրա։ Ներողություն, ինչ է սա։ Ես այդ գումարով ոչ մի կահույք չեմ գնել, առավել ևս վարկ չեմ վերցրել։ Աննան հոնքերը կիտեց, ստեղնաշարին սկսեց թակել։ Տարօրինակ է, տեսնում եմ սպառողական վարկավորման պայմանագիր, ձևակերպված 3 օր առաջ։ Վարկառու Էլմիրա, երաշխավորներ Արման եւ Անահիտ։ Վարկը նպատակային է, էլիտար կահույք գնելու համար։ Գումարը պետք է դուրս գա այսօր կեսօրին։ Աչքերիս առաջ մտնեց։ Ոչ թե վախից, այլ կատաղությունից։ 3 օր առաջ։ 3 օր առաջ ես տանն էի, փաթեթավորում էի գրքերը։ Ես ոչ մի բանկում չէի եղել։ Ես ոչ մի վարկային պայմանագիր չէի ստորագրել այն տան համար, որտեղից ինձ պատրաստվում էին վռնել։ Աննա, ձայնս դարձավ ցածր եւ պինդ, ինչպես պողպատը։ Տպեք ինձ այդ պայմանագիրը եւ ցույց տվեք ստորագրությունը։ Նա շրջեց մոնիտորը, փաստաթղթի սկանավորված պատճենը, էջի ներքևում իմ ստորագրությունն էր։ Լայն L տարի վրա բնորոշ գանգուրով, շատ նման, գրեթե իդեալական, բայց ես ուսուցիչ եմ։ Ես 40 տարի օրագրերում ստուգել եմ ծնողների ստորագրությունները։ Ես գիտեմ ինչպես է դողում ձեռքը, երբ մարդը փորձում է պատճենել ուրիշի ձեռագիրը։ Գանգուրը չափազանց կտրուկ էր, տարերի թեքությունը մի փոքր ավելի սուր։ Սա իմ ձեռքը չէր։ Սա այն մարդու ձեռքն էր, որը մարզվել էր նայելով իմ անձնագրին։ Անահիտը, նա հաճախ էր վերցնում իմ անձնագիրը, առաքում ձևակերպելու կամ անդորագրեր լրացնելու համար։ Նա սովորում էր, նա պատրաստվում էր։ Սա պարզապես դավաճանություն չէր, սա հանցագործություն էր, քրեական հանցագործություն։ Նրանք ոչ միայն ուզում էին ինձ վռնել, նրանք ուզում էին իմ վրա կախել կահույքի պարքը, որ վրա իրենք էին նստելու։ Իսկ ես իմ թոշակով վճարելու էի վարկը, ապրելով ձերանոցում։ Աննա, ասացի ես, նայելով նրան ուղիղ աչքերի մեջ։ Արգելակակեք հաշիվը անհապաղ, սա խարդախություն է։ Բայց տիկին Էլմիրա, շփոթվեց աղջիկը, խարդախության պատճառով արգելափակելու համար անհրաժեշտ է ոստիկանական հայտարարություն։ Կլինի ձեզ հայտարարություն, ես հանեցի հեռախոսս, իսկ առայժմ սարեցրեք գործարքը որպես սխալմունք, դուք ունեք այդ իրավունքը եւ կանչեք անվտանգության ծառայությունը։ Ես նայում էի կեղծ պայմանագրի տպագիր տարբերակին, 15 միլիոն։ Նրանք իմ կյանքը եւ ազատությունը գնահատեցին 15 միլիոն դրամ եւ 1 իտալական հավաքածու։ Արմանը նորից էր զանգում։ Երևի լույսը այդպես էլ չէին տվել, իսկ սառած Անահիտը գործողություններ էր պահանջում։ Ես անջատեցի զանգը։
Նրանք կարծում էին, որ ես ծնկաչոք կսողամ։ Նրանք կարծում էին, որ ես կոտրված եմ։ Նրանք չգիտեին, որ ես հենց նոր գտա ոչ թե պարզապես գործարքը խզելու պատճառը։ Ես գտա զենք, որը կկոչնյացնի նրանց։ Աննա, խնդրեցի ես, ինձ եւս մեկ պատճեն տվեք եւ պատրաստեք քաղվածք, որտեղ երևում է ով է հենց հայտը ներկայացրել առցանց, որ IP հասցեից։ Ես բանկից դուրս եկա կրկնակի ծանրացած պապկայով։ Անձրևը վերջացել էր, դուրս էր եկել գունատարևը։ Ես ներշնչեցի սառավոթը, խաղը դադարեց լինել ընտանեկան դրամա, հիմա դա պատերազմ էր, եւ իմ ձեռքում կար միջուկային կոճակը։ Ես նստած էի բանկի դիմացի սրճարանում, թերթելով թղթերը։ Սուրճը սառել էր, բայց ես դա չէի նկատում։ Իմ առջև դրված էր ոչ թե պարզապես վարկային պայմանագիր, դա իմ զգայականության մնացորդների դատավճիռն էր, բայց ինտուիցիան հուշում էր, սա դեռ ամենը չէ։ Եթե նրանք որոշել են բանկում ստորագրություն կեղծել, նշանակում է նրանք լիակատար անպատժելիության վստահություն են ունեցել, իսկ այդպիսի վստահությունը ծնվում է միայն մանրակրկիտ պատրաստվածությունից։ Ես բացեցի նոթբուքը։ Արմանը, իմ տեխնիկապես առաջադեմ որդին, 1 տարի առաջ պնդել էր ստեղծել ընտանեկան ամպային պահոց, որպիսի բոլոր փաստաթղթերը ձեռքի տակ լինեն։ Մայրիկ անձնագրեր, ապահովագրություններ, հաշիվներ։ Հարմար էր, ասում էր նա։ Ես այն ժամանակ համաձայնեցի, թեև հին ձևով օրիգինալները պահում էի չհրկիզվող պահարանում։ Նա ադմինիստրատորն էր։ Նա կարող էր ինձ հեռացնել հասանելիությունից մեկ սեղմումով, բայց նա դա չէր արել։ Ինչու՞։ Մոռացել էր, թե որն ավելի հավանական է պարզապես հարկ չէր համարել։ Ինչու դուռը փակել նրա առաջ, ում դու համարում ես կույր եւ անօգնական։ Ես մուտք գործեցի համակարգ։ Գաղտնաբառը նույնն էր. փաստաթղթեր թղթապանակ, տուն թղթապանակ, պլան B թղթապանակ։ Անունը աչքս ծակեց։ Ես սեղմեցի։ Ներսում կար մի փաստաթղթի սկան, որից շունչս կտրվեց։ Դա գլխավոր լիազորագիր էր։ Ողջ գույքը բանկային հաշիվները տնօրինելու եւ նույնիսկ դատարանում շահերը ներկայացնելու իրավունքով։ Ամսաթիվը կես տարվա վաղեմության էր։ Ես հիշում եմ այդ օրը։ Ես այն ժամանակ շատ էի հիվանդացել, պարկած էի բարձր ջերմությամբ։ Անահիտը պտտվում էր շուրջս, մորութ էր բերում, ուղակի հոգատարություն էր։ Տիկին Էլմիրա, ասում էր նա, ստորագրեք այստեղ, սա բուժուշկի համար համաձայնություն է հոսպիտալացման համար, եթե հանկարծ ավելի վատանա։ Ես այն ժամանակ ձեռքս թափ տվեցի, ասացի, որ ինքս ամեն ինչ կորոշեմ, թուղթը չստորագրեցի։ Հիմա ես նայում էի այդ սկանին, ներքևում դրված էր իմ ստորագրությունը եւ ինձ ծանոթ նոտարի կնիքը, իհարկե ոչ Վարդանի, այլ մարզից ինչ-որ անծանոթ պարոնի, բայց ամենասարսափելին ոչ թե լիազորագրի մեջ էր, ամենասարսափելին հաշվարկ Էսկալես անունով ֆայլում էր։ Ես բացեցի աղյուսակը, դա իմ մահվան հաշվապահությունն էր, ոչ ֆիզիկական, ոչ ֆինանսական սյունակ, EP-ի ակտիվներ, այստեղ ամեն ինչ կար։ Բնակարանիս արժեքը, իջեցված, իմ կենսաթոշակային խնայողությունները, նույնիսկ իմ գրադարանի եւ ամուսնուս հավաքածուի մոտավոր արժեքը, բեսյունակ, ծախսեր, տան հիփոթեքը, վերանորոգում, կահույք, նոր մեքենա Անահիտի համար, գրված որպես ընտանեկան կարիքներ, արձակուրդ Մալդիվներում, գեսյունակ, մնացորդ EP-ի համար։ Այս տողի դիմաց կարգից, իսկ ներքևում ծանոթագրության մեջ մանր տառերով գրված էր սոցիալական թոշակ գումարած սուբսիդիա, տեղավորման տարբերակ խաղաղ նավահանգիստ պանսիոնատ, էկոնոմ։ Ես նայում էի ֆայլերի ստեղծման ամսաթվերին։ Առաջինը ստեղծվել էր 8 ամիս առաջ, 8 ամիս։ Նրանք դա ծրագրել էին ոչ թե 3, ոչ թե 1 ամիս առաջ։ Նրանք դա ծրագրել էին, երբ մենք նստած էինք մեկ սեղանի շուրջ եւ տոնում էինք իմ հոբելյանը։ Նրանք դա ծրագրել էին, երբ Արմանը գրկում էր ինձ եւ ասում. «Մայրիկ, շնորհակալություն ամեն ինչի համար»։ Այն պահին, երբ ես կտրում էի տորթը, նրանք արդեն մտովի կիսում էին չսպանված արջի մորթին։ Իմը։ Նրանք ոչ միայն ուզում էին բարելավել իրենց բնակարանային պայմանները։ Նրանք ուզում էին ինձ քամել մինչև վերջին կաթիլը, իմ վրա վարկեր կախել իրենց շքեղ կենքի համար, իսկ հետո հանձնել թափոնի, որպես օգտագործված նյութ։ Այս լիազորագրով նրանք կարող էին եւս 5 վարկ վերցնել։ Նրանք կարող էին վաճառել այն ամենը, ինչ մնացել էր ինձ, մինչ ես կհանգստանայի պանսիոնատում։ Սա էգոիզմ չէր, սա սառնարյուն հաշվարկված կիշոչություն էր։ Ես նոթբուքը փակեցի դանդաղ, զգուշորեն։ Ներսումս անհետացան խղճահարության վերջին մնացորդները։ Անհետացավ փոքրիկ Արմանի կերպարը, ջարդված ծնկով։ Անհետացավ Անահիտի կերպարը, որին փորձում էի սիրել որպես դուստր։ Մնացին միայն մեղադրյալները,
օբյեկտներ, թիրախներ։ Ես այլևս մայր չեմ։ Ես արդարադատության պատժող սուրն եմ։ Հեռախոսը նորից զանգեց։ Անահիտ։ Ես նայում էի էկրանին, զգալով, թե ինչպես են շուրթերս ձգվում ինձ անծանոթ։ Կոշտ ժպիտի։ Լսում եմ, պատասխանեցի ես։ Տիկին Էլմիրա։ Անահիտի ձայնը հոսում էր թույնով և կեղծ խուճապով։ Այնտեղ իսկապես խելագարվել եք։ Բանկը արգելափակել է Արմանի քարտը։ Մենք չենք կարողանում ուտելիքի առաքումը վճարել։ Երեխաները քաղցած են։ Ինչ տհաճություն։ Արտասանեցի ես հավասար տոնով։ Հավանաբար դա համակարգի խափանում է։ Ինչ խափանում։ Ինձ ծանուցում է եկել կասկածելի ակտիվության մասին։ Դուք ինչ եք գողության մասին եք հայտարարել։ Դա ձեր որդու քարտն է։ Դա իմ քարտն է, Անահիտ։ Եվ գումարը դրա վրա իմն է։ Իսկ գողությունը։ Գիտես, գողությունը տարբեր է լինում։ Լինում է գողանում են գումար, իսկ լինում է գողանում են կյանք։ Խոսափողում լռություն տիրեց։ Նա զգաց։ Ձայնիս մեջ կոչ վիրավորանք կար։ Ոչ արդարացում։ Ձայնիս մեջ պողպատ կար։ Ինչ եք խոսում։ Զգուշորեն հարցրեց նա։ Լիազորագրի մասին, Անահիտ։ Այն լիազորագրի, որը Բլամբեթ խտապանակում է։ 15 միլիոնանոց վարկի մասին։ Խաղաղ նավահանգիստ պանսիոնատի մասին։ Ես լսում էի, թե ինչպես է նա ցնցումով օծներ շնչում։ Դուք մեր իրերի մեջ եք կոփվել, ճչաց նա, անցնելով հարցակման։ Սա անձնական տարածքի խախտում է, մենք ձեզ դատի կտանք։ Տվեք, թույլ տվեցի ես։ Միայն սկզբում լավ փաստաբան գտեք, որովհետև իմ փաստաբանը արդեն դատախազության համար հայտարարություն է պատրաստում, առանձնապես խոշոր չափերի խարդախության, փաստաթղթերի կեղծման և գույքի հափշտակման նախապատրաստման փաստերով։ Քրեական օրենսգրքի 159 և 327 հոդվածները։ Ժամկետները այնտեղ իրական են, Անահիտ, մինչև 10 տարի։ Խոսափողում լռությունը դարձավ մահացու։ Ես լսում էի միայն նրանց ծանր շնչառությունը։ Նրանք բարձրախոսով էին։ Արմանը նույնպես լսում էր։ Մայրիկ, խրպոտեց նա։ Մայրիկ, ինչ ես անում։ Մենք ընտանիք ենք։ Դրանք պարզապես պլաններ էին։ Լռիր, գոռացի ես, այնպես ինչպես դպրոցում չէի գոռացել անգամ ամենաանհնազանդ աշակերտների վրա։ Ընտանիքը ավարտվեց 3 այդ տանը շեմին։ Հիմա կան միայն տուժողներ և մեղադրյալներ։ Ես դադար առա, թույլ տալով, որ խոսքերը ներծծվեմ նրանց գիտակցության մեջ։ Ձեզ 1 ժամ է մնացել մտածելու, թե ինչպես եք դա բացակրելու քննիչին։ Կամ ես հատուկ թողեցի նախադասությունը անավարտ։ Ես գիտեի, որ նրանք կկարչեն դրան, որպես փրկողակի։ Կամ ինչ, արագ հարցրեց Անահիտը։ Ձայնը դողում էր։ Կամ մենք կարող ենք հանդիպել և քննարկել ձեր կապիտուլյացիայի պայմանները այն տանը, որը դեռ ձերը չէ։ 2 ժամից, և թող Նինան էլ այնտեղ լինի։ Ես ուզում եմ տեսնել դավադրության բոլոր մասնակիցներին։ Ես անջատեցի զանգը, չսպասելով պատասխանի։ Ձեռքերս նախկինի պես չէին դողում։ Ես ֆլեշկայի վրա ներբեռնեցի ամպային պահոցի բոլոր ֆայլերը։ Հետո ջնջեցի թղթաբանակը ամպից։ Թող կարծեն, որ ապացույցներ այլևս չկան։ Թող հույս ունենան, որ կկարողանան ինձ խաբել։ Նրանք կգան։ Նրանք ներողություն կխնդրեն, կլացեն, ոտքերիս կընկնեն։ Նրանք կկարծեն, որ ես հին ու հիմար պարավ եմ, որին կարելի է հուզել թորներով և թյուրիմացության մասին խոսքերով։ Նրանք չգիտեն, որ ես բանակցությունների չեմ գնում։ Ես գնում եմ թակարդը փակելու։ Ես նստած էի հյուրանոցի նախասրահում և նայում էի հեռախոսին, ինչպես պայթուցիչին։ 2 ժամ անցավ, նրանք լռում էին։ Սպասում էին, կարծում էին, որ իմ զայրույթը կմարի, որ միայնակ մնալու վախը կհաղթի։ Դե ինչ, ժամանակն է խաղալու այն դերը, որը նրանք ինձ էին գրել։ Վախեցած շփոթված պառավի դերը, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես հավաքեցի Արմանի համարը։ Դրանից առաջ մի քանի անգամ խորը շունչ քաշեցի, որպեսզի ձայնս հնչի մի փոքր դողացող։ Ալո։ Արմանը վայրկյանապես պատասխանեց։ Երևի հեռախոսը ձեռքից բաց չէին թողնում։ Արման, սկսեցի ես ցածր, խուճապի նոտայով։ Զավակս, ինձ էստեղ բանկից էին զանգել։ Նորից ինչ-որ պարտքի, դատարանի մասին են խոսում։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Ես հիմա ինչ-որ հյուրանոցում եմ, քաղաքի ծայրամասում։ Էստեղ աղմկոտ է, պատերը թղթից են։ Գլուխս պտտվում է, ես չգիտեմ ինչ անել։ Դադար։ Ես լսում էի, թե ինչպես է նա ձեռքով ծածկել խոսափողը և ինչ-որ բան արագ շշնջացել։ Մայրիկ, հանգստացիր։ Նրա ձայնը դարձավ յուղոտ, մեղմ։ Մի անհանգստացիր, դա սխալ մունք է, բյուրոկրատիա, մենք ամեն ինչ կկարգավարենք։ Այստեղ խոսափողը ձեռքից խլեց Անահիտը։
Տիկին Էլմիրա, հարազատս, ողբաց նա այնքան անկեղծ, որ եթե ճշմարտությունը չիմանայի, կհավատայի։ Ներիր մեզ, մենք Արմանի հետ, մենք պարզապես տեղափոխվելուց շատ նյարդայնացանք։ Այդքան ստրես, երեխաները քմահաճում են, բանվորները սխալվել են, մենք կոտրվեցինք։ Իհարկե, մենք քեզ սիրում ենք։ Ինչ խաղաղ նավահանգիստ, ինչի մասին ես խոսում։ Դա Արմանը պարզապես ապագայի տարբերակներն էր նայում։ Մի 20 տարի հետո։ Ստախոս, վիրտուոս, տաղանդավոր ստախոս։ Անահիտ, բայց վարկը, ես հեծ կլտացի։ Նրանք ասում են ես պարտք եմ։ Օй, դա հիմարություն է, ընդհատեց նա։ Դա մենք ուզում էինք անակնկալ անել, կահույք պատվիրել, որպեսզի քեզ հարմար լինի։ Պարզապես հայտը ձևակերպեցինք, որպեսզի ժամանակ չկորցնենք։ Տիկին Էլմիրա, եկեք էսպես անենք։ Եկեք հիմա մեզ մոտ, մենք սեղան կգցենք, ընտանեկան կխոսենք։ Պարզապես պետք կլինի մեկ թղթիկ ստորագրել բանկի համար, որպեսզի նրանք ձեզանից հետ մնան։ Պարտքի կոնսոլիդացիա։ Ձևականություն։ Եվ մենք անմիջապես ձեզ սենյակ կհատկացնենք։ Նինան նույնիսկ պատրաստ է տեղ սեղմել։ Ահա այն, թակարդը, բանկի համար թղթիկը։ Նրանք ուզում են, որ ես իմ ստորագրությամբ լեգալացնեմ նրանց խարդախությունը։ Որպեսզի ես պարտքը ճանաչեմ իմը։ Այդ ժամանակ կեղծ ստորագրությունը կարևոր չի լինի։ Ես չգիտեմ, ես ձևացրի, որ թատանվում եմ։ Ես այնքան հոգնել եմ։ Դե խնդրում եմ, աղաչեց Անահիտը, թորների համար։ Նրանք կարոտում են, հարցնում են, որտեղ է տատիկը։ Եկեք, մենք ամեն ինչ կուղենք։ Այդ վարքը այն ընտանիքի համար է, մեր ընդհանուր ապագայի։ Շրխկ։ Իմ ժայնագրիչը գրում էր յուրաքանչյուր խոսք։ Վարքը ընտանիքի համար է։ Նա խոստովանեց, որ իրենք են այն վերցրել։ Խոստովանեց, որ դա իրենց նախաձեռնությունն է, ոչ թե իմը։ Լավ, արտաշնչեցի ես։ Ես կգամ, բայց իմ պայմաններով։ Թող Նինան էլ լինի։ Ես ուզում եմ, որ նա լինի մեր հաշտության վկան։ Ես չեմ ուզում այլևս գաղտնիքներ։ Իհարկե, մայրիկը կլինի, ուրախացավ Անահիտը։ Նա արդեն տոնում էր հաղթանակը։ Նա կարծում էր, որ ձկնիկը կուլ է տվել խայծը։ Մեկ ժանից կլինեմ, ասացի ես եւ անջատեցի հեռախոսը։ Դեմքս հեռախոսի սև էկրանի արտացոլանքում հանգիստ էր։ Ոչ մի արդյունքի հետք։ Ոչ մի կասկածի ստվեր։ Ես վեր կացա եւ ուղղվեցի դեպի ելքը, բայց չէի պատրաստվում միայնակ գնալ։ Հյուրանոցի մուտքի մոտ ինձ էր սպասում աննկատ մոխրագույն սեդան։ Ղեկին նստած էր անթափանց դեմքով ամուր կազմվածքով մի տղամարդ, Վարդանի իրավաբանական ֆիրմայի աշխատակից, արտոնագրված դատական սուրհանդակ։ Նրա պորտֆելի մեջ ոչ թե թեյի համար տորթիկներ էին, այլ պաշտոնական ծանուցումներ։ Պատրաստ եք, տիկին Էլմիրա, հարցրեց նա։ Ինչպես երբեք, Արմեն, պատասխանեցի ես, նստելով առջևի նստատեղին։ Մենք երեկոյան քաղաքով գնում էինք խցանումներից պոկվելով դեպի Մայրուղի։ Ես նայում էի սահող լույսերին եւ մտածում ռազմավարության մասին։ Նրանք սպասում են թույլ զոհի։ Նրանք ստորագրության համար պատրաստել են փաստաթղթեր։ Հաստատ այնտեղ կլինի ոչ միայն վարքի հաստատումը, այլև տան նկատմամբ հավակնություններից ռեղերում։ Նրանք ուզում են բոլոր անցքերը փակել մեկ հարվածով։ Ես նրանց այդ հնարավորությունը կտամ։ Ես թույլ կտամ նրանց քարտերը սեղանին դնել։ Ես նույնիսկ գրիչը ձեռքս կվերցնեմ։ Թող նրանք հանգստանան, թող իրենց հաղթանակը այնքան մոտ տեսնեն, որ կարողանան շոշափել այն։ Եվ այդ պահին կփակվի իմ թակարդը։ Մենք մոտեցանք ավանին։ Անցագիտի պահակը, երևի թե Արմանի կողմից նախազգուշացված, մեզ առանց հարցերի բաց թողեց։ Արմենը մեքենան կայանեց տանից մի փոքր հեռու, հարևանների բարձր ցանկապատի ստվերում։ Ես կսպասեմ ձեր ազդանշանին, ասաց նա, ինչպես պայմանավորվել էինք, SMS պահն է բառով։ Այո, 10 րոպե տվեք ինձ պետք է, որ նրանք ամեն ինչ բարձրաձայն ասեն, ձայնագրության համար։ Ես դուրս եկա մեքենայից։ Տան պատուհաններում լույս էր վառվում, երևի հոսանքը վերջապես տվել էին, կամ նրանք գեներատոր էին միացրել։ Հյուրասենյակում ստվերներ էին սաղում։ Ես ուղեցի վերարկուսը, ստուգեցի գրպանից ձայնագրիչը, այն աշխատում էր, խորը շունչ։ Ես սեղմեցի զանգը, դուռը բացվեց գրեթե ակնթարթորեն։ Շեմին կանգնած էին Արմանը եւ Անահիտը, երկուսն էլ շփտում էին, բայց շփիտները լարված էին, աչքերը վազվզում էին։ Մայրիկ, Արմանը առաջ քայլեց, փորձելով գրկել ինձ։ Ես թույլ տվեցի դա անել։ Նրա գրկախառնությունը սառը էր, օտար, նրանից թանկարժեք կոնյակի հոտ էր գալիս։ Երևի նրանք ստրեսը հանում էին իմ գալուց առաջ։ Ներս արի շուտ, ձլվլաց Անահիտը, բռնելով թևս։ Մենք այնքան էինք սպասում։ Նինան կարկանդակ է թխել։ Մենք մտանք հյուրասենյակ։ Տունը կահավորված էր հենց այդ նույն գահույքով։
շքեղ կաշվե բազմոց, մարմարե սեղան, հսկայական պլազմա։ Այս ամենը գնված էր իմ գումարով, ինձնից կողացված, վարկի միջոցով։ Սենյակի կենտրոնում սեղանի շուրջ նստած էր Նինան։ Նա վեր կացավ, ձեռքերը սրբելով գոգնոցին։ «Օй, տիկին Էլմիրա, դե փառք Աստծո», ճչաց նա, իսկ մենք կարծում էինք բոլորովին մեզ վրա եք նեղացել։ Դե կենցաղային գործ է, կրվեցինք, հաշտվեցինք, նստեք թեյ խմենք։ Ես նստեցի։ Դիմացս դրված էր հենց այդ կաշվե բազմոցը, կարծես իմ կշտամբան կլիներ։ Թեյը հետո, հանգիստ ասացի ես, վերարկուսը չանելով։ Անահիտ, դու բանկի թղթերի մասին էիր խոսում։ Ես ուզում եմ վերջացնել դրանով։ Ես շատ եմ հոգնել։ Անահիտը եւ Արմանը իրար նայեցին։ Նրանց աչքերում ագահություն բռնկվեց։ Նրանք չէին սպասում, որ ես ինքս այդքան արագ անցնեմ գործի։ Այո, իհարկե։ Անահիտը նետվեց դեպի պահարանը եւ հանեց պապկան։ Ահա մայրիկ, այստեղ պարզապես ձևականություն է։ Հաստատում, որ դուք տեղյակ եք վարկի մասին եւ վճարումների գրաֆիկը։ Մենք կօգնենք վճարել, ազնիվ խոսք։ Պարզապես ձեր ստորագրությունն է պետք, իսկականը, որպեսի բանկը ստուգումը փակի։ Նա իմ առջև դրեց թղթի մի թերթ։ Ես հանեցի ակնոցներս, դանդաղ հագա դրանք, վերցրեցի փաստաթուղթը։ Դա պարտքի ճանաչման համաձայնագիր էր եւ մարման գրաֆիկ։ Եվ եւս մեկ թերթ դրա տակ, գույքային հավակնություններից հրաժարում, բնակվելու իրավունքի դիմաց։ Նրանք ուզում էին ամեն ինչ, եւ գումարը, եւ տունը, եւ իմ ազատությունը։ Իսկ գրիչը որտեղ է, հարցրեցի ես, աչքերս նրանց վրա բարձրացնելով։ Արմանը շտապ մեկնեց ինձ թանկարժեք ոսկյա գրիչը։ Ահա մայրիկ, ստորագրիր, եւ ամեն ինչ կավարտվի։ Լավ կապրենք։ Ես վերցրեցի գրիչը, ծայրը մոտեցրեցի թղթին։ Սենյակում լռություն տիրեց։ Ես լսում էի, թե ինչպես են պատիժամացույցը տկտկում։ Ես տեսնում էի, թե ինչպես Անահիտը առաջ թեքվեց, գրեթե առանց շնչելու, ինչպես Նինան քարացավ թեյնիկը ձեռքին, ինչպես Արմանը սեղմեց բռունցքները, սպասելով ազատագրման։ Նրանք նայում էին գրչի ծայրին, որը դիպչում էր թղթին։ Գիտեք, ասացի ես հայացքս փաստաթղթից չկտրելով, չէ՞ որ սա իսկապես ընտանիքի համար է, ապագայի համար։ Այո, գլխով արեց Անահիտը, ստորագրեք։ Ես ժպտացի, սառը, միայն ոչ ձեր ապագայի համար։ Ես դրեցի գրիչը, հանեցի հեռախոսս եւ ուղարկեցի SMS, պահն է։ Այնուհետև ես աչքերս բարձրացրեցի նրանց վրա։ Ես սա չեմ ստորագրելու, որովհետև ես գիտեմ, որ վարկային պայմանագրի վրա ստորագրությունը կեղծ է։ Ես գիտեմ լիազորագրի մասին, եւ ես գիտեմ ձեր պանսիոնատի պլանի մասին։ Նրանց դեմքերը երկարեցին, ժպիտները անհետացան, մերկացնելով վախը եւ չարությունը։ Դու ինչ ես դուրս տալիս, շշնջաց Անահիտը։ Ինչ կեղծիք, դու ինքդ ես խնդրել։ Ես ձայնագրություն ունեմ Անահիտ, եւ ձեռագրի փորձաքննություն, եւ բանկի քաղվածք IP հասցեով։ Այդ պահին դրան զանգը հնչեց, համառորեն պահանջկոտ։ Արմանը ցնցվեց։ Ո՞վ է, վախեցած հարցրեց նա։ Դա իմ պատասխանն է ձեր առաջարկին, ասացի ես վեր կենալով։ Բացեք դուրը, ձեզ մոտ հյուրեր են եկել։ Դրան զանգը կտրեց լռությունը, ինչպես սկալպել։ Արմանը քարացավ չհամարձակվելով տեղից շարժվել։ Անահիտը գունատված, բայց դեռ փորձելով պահել տիրուհու դիմակը, հայացքը ինձնից տեղափոխեց դեպի դուռ եւ հակառակը։ Ո՞վ է այնտեղ, շշնջաց նա ձայնը իջեցնելով։ Դու ում ես բերել։ Ոստիկանություն։ Բացիր Արման, հանգիստ ասացի ես, չպատասխանելով նրա հարցին։ Ես մնացի նստած, ձեռքերս դնելով փաստաթղթերի պապկայի վրա։ Մատներս զգում էին պապկայի սառը կաշին։ Ներսում նրանց ապագան էր։ Սեղմված մի քանի թերթ պաշտոնական թղթի մեջ։ Արմանը ինչպես մարիոնետ գնաց դեպի միջանցք։ Կողպեքը շրխկաց։ Սենյակ մտավ Արմանը։ Խիստ կոստյումով, կաշվե պորտֆելով, նա նման էր ճակատագրի պատգամաբերի։ Նա կոշիկները չհանեց։ Նման իրավիճակներում էտիկետը երկրորդ պլան է մղվում։ Նա լուր գլխով արեց ինձ եւ կանգնեց դրան մոտ։ Ձեռքերը կրծքին խաչած։ Սա էլ ով է, ճչաց Նինան աթորից վեր թռչելով։ Ինչ անցուդարձ է։ Սա դատական սուրհանդակ է, պատասխանեցի ես ձայնս չբարձրացնելով։ Նա այստեղ է, որպեսզի ձեզ հանձնի պաշտոնական ծանուցումները։ Բայց սկզբում մենք կխոսենք։ Ես բացեցի պապկաս, դանդաղ վայելելով յուրաքանչյուր շարժում։ Ես տեսնում էի, թե ինչպես են նրանց հայացքները գանված իմ ձեռքերին։ Դուք ուզում էիք, որ ես թղթերը ստորագրեմ։ Սկսեցի ես, հանելով նրանց համաձայնագիրը եւ մի կողմ նետելով այն, ինչպես կեղտոտ անձեռոցիկ։ Դուք ուզում էիք լեգալացնել գողությունը, ուզում էիք տունը խլել, բայց դուք մոռացաք մեկ փոքրիկ դետալ։ Ես հանեցի առաջին փաստաթուղթը։
Սեփականության իրավունքի գրանցման կասեցման մասին ծանուցում։ Տունը ինձ Արման, ասացի ես որդուս աչքերի մեջ նայելով։ Գործարքը ավարտված չէ։ Ես իմ համաձայնությունը հետ եմ կանչել։ Գումարը սառեցված է։ Իրավականորեն այս տունը դեռ պատկանում է կառուցապատողին։ Բայց պահանջի իրավունքը իմն է։ Եվ ես արդեն դիմում եմ ներկայացրել առուվաճառքի պայմանագիրը խզելու համար։ Արմանը ցնցվեց։ Նա բռնվեց աթոռի թիկնակից, որպեսի չընկնի։ Նրա դեմքը մոխրագույն դարձավ։ Ինչպես խզում, շշնջաց նա։ Մենք արդեն մուտք ենք գործել։ Վերանորոգում։ Կահույք, հարցրեցի ես, հանելով երկրորդ փաստաթուղթը։ Ահա, կահույքը։ Գնված կեղծ ստորագրությամբ ձևակերպված վարկի հաշվին։ Ես սեղանին դրեցի բանկի անվտանգության ծառայության դիմումի պատճենը եւ ոստիկանությունից խրդախության մասին դիմումի ընդունման կտրոնը։ Սա սխալ է, գոռաց Անահիտը նետվելով սեղանին։ Նա փորձեց խլել թղթերը, բայց Արմենը մեկ քայլ առաջ արեց եւ նա հետ նետվեց։ Դու չես ապացուցի, դու ինքդ ես խնդրել, դու ինքդ ես տվյալները տվել, Անահիտ։ Ես նայեցի նրան խղճահարությամբ, ոչ թե մայրական խղճահարությամբ, այլ այնպիսին, ինչպիսին նայում են հիմար աշակերտին, որը շարունակում է ստել, երբ նրան բռնացրել են շպարգալկայով։ Ես քեզ վերջին անգամ եմ հարցնում, նայելով աչքերիս մեջ, դու իսկապես կարծում էիր, որ թորները ընտրել են Նինային, թե դու ստիպեցիր նրանց դա ասել։ Անահիտը բռնկվեց, նրա դիմակը վերջնականապես ընկավ, դեմքը աղավաղվեց չարությունից։ Հա, ինչ տարբերություն, գոռաց նա թուքը շախտալով։ Հա, ես ասացի, որովհետև դու մեզ հոգնեցրել ես քո գրքերով, քո էտիկետով, դու հին ձանձրալի ուսուցուհի ես։ Երեխաներին պետք է նորմալ տատիկ, ոչ թե վերակացու։ Եվ քո գումարն են մեզ պետք։ Հա, մենք երիտասարդ ենք, մենք ուզում ենք ապրել հիմա, ոչ թե երբ դու սատկես։ Պարզապես ստորագրիր այս անիծյալ թղթերը, Էլմիրա, եւ մենք քեզ հանգիստ կթողնենք, այլապես մենք քեզ կնեղացնենք։ Մենք ասենք, որ դու խելագարվել ես, որ դու անգործունակ ես։ Սենյակում լռություն տիրեց։ Նույնիսկ Նինան լռեց, վախենալով դստեր հիստերիայից։ Ես դանդաղ հանեցի հեռախոսս։ Էկրանին վառվում էր ձայնագրման կարմիր կետը։ Ես սեղմեցի ստոպ։ Շնորհակալություն, Անահիտ, ասացի ես։ Սա շատ տեղեկատվական էր։ Ես միացրեցի նվագարկումը։ Բարձր ողջ սենյակով տարածվեց նրա սուր ձայնը։ Եվ քո գումարն էր մեզ պետք։ Հա, մենք երիտասարդ ենք, մենք ուզում ենք ապրել հիմա։ Վարկը կչեղարկվի որպես խարդախություն, բայց բանկը արդեն գիտի, թե կոնկրետ ով է այն ձևակերպել։ IP հասցեի եւ սարքի փորձաքննությունը արդեն անցկացված է։ Դա քո նոթբուքն էր, Անահիտ, եւ քո հեռախոսը, Արման, որից հաստատել են SMS կոդերը։ Արմանը ընկավ աթոռին եւ դեմքը ծածկեց ձեռքերով։ Մայրիկ, պետք չէ, հեծ կլտաց նա։ Կնստեցնեն, չէ։ Պետք էր այդ մասին ավելի վաղ մտածել, զավակս։ Կոշտ պատասխանեցի ես, երբ դուք ծրագրում էիք ինձ հանձնել ձերանոց։ Ես գլխով արեցի Արմենին։ Նա մոտեցավ սեղանին եւ նրանց առջև դրեց երկու հաստ փաթեթ թղթեր։ Սա վտարման ծանուցում է, ասաց նա չոր, պաշտոնական տոնով։ Քանի որ սեփականության իրավունքը չի անցել, իսկ վարձակալության պայմանագիր չկա, դուք այստեղ գտնվում եք անօրինական։ Դուք ունեք 24 ժամ տարածքը ազատելու համար։ Հակառակ դեպքում կկանչվի ոստիկանություն, հարկադիր վտարման համար։ Սա էլ քաղաքացիական հայցադիմում է դատարան, բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման համար։ Խարտախության փաստով քրեական գործը կհարուցվի առանձին։ Ձեզ կկանչի քննիչը։ Նինան, որն ամբողջ ընթացքում լռում էր, հանկարծ վեր թռավ եւ նետվեց դեպի ինձ։ Էլեչկա, խնամի ջան, ողբաց նա, փորձելով բռնել ձեռքս։ Դե ինչ ես անում իրոք։ Դե երեխաները կատաղել էին։ Դե արի լավությամբ, մենք չէ որ հարազատ ենք, որտեղ գնանք։ Անահիտի բնակարանը մենք վարձով ենք տվել, այնտեղ վարձակալներ կան 1 տարով։ Ես ձեռքս քաշեցի, կարծես օծի դիպ չէի։ Դա իմ խնդիրները չեն, Նինա, ասացի ես սառը տոնով։ Դուք այնքան էիք ուզում ապրել այս տանը։ Վայելեք։ Դուք ունեք 1 ամբողջ օր։ Ես շրջվեցի դեպի ելքը։ Ես չէի նայում որդուս, որը լալիս էր, դեմքը ձեռքերի մեջ թաղած։ Ես չէի նայում Անահիտին, որը կանգնած էր բաց գերանով, օդ կուլ տալով, ինչպես սառույցի վրայի ձուկ։ Ես գնում էի դեպի դուռը, եւ յուրաքանչյուր քայլը արձագանքում էր դատարկ միջանցքում։ Դա հաղթանակի ձայնն էր, դառը, ծանր, բայց արդար։ Շեմին ես կանգ առա եւ հետ նայեցի։ Ահա եւ եւս 1 բան, ասացի ես։
Կահույքը։ Քանի որ վարկը ճանաչվել է խարտախություն, բանկը այն կվերցնի, այնպես որ խորհուրդ չեմ տալիս փորձել այն դուրս հանել։ Դա կլինի եւս մեկ հոդված։ Գրավադրված գույքի հափշտակում։ Ես դուրս եկա գիշերվա մեջ, օդը սառն էր եւ մաքուր։ Անձրևը վերջացել էր, եւ ամպերի բացվածքների մեջ փայլում էր լիալուսինը։ Ես նստեցի մեքենան, Արմենը նստեց ղիկին։ Դեպի հյուրանոց տիկին Էլմիրա, հարցրեց նա։ Այո, դեպի հյուրանոց։ Իսկ վաղը։ Վաղը ես կսկսեմ փնտրել նոր բնակարան։ Մենք շարժվեցենք։ Հայելու մեջ ես տեսնում էի տան լուսավորված պատուհանները, որն այդպես էլ իմը չդարձավ, եւ փառք Աստծո, որովհետեւ ստի վրա կառուցված հիմքը չի դիմանա անգամ առաջին քամուն, իսկ ես դիմացա փոթորքին։ Հաջորդ առավոտ ես տուն վերադարձա ոչ միայնակ։ Ինձ հետ էին Արմենը, ոստիկանության ջոկատը, որը կանչվել էր կողպեքները փոխելիս կարգը ապահովելու համար, եւ բեռնագիրների բրիգադը։ Ուղիղ ժամը 10-ին լրացավ վերջնագրի ժամկետը։ Դարպասները փակ էին, զանգին ոչ ոք չէր պատասխանում։ Կոտրենք, գործնական հարցրեց փականագործը, գործիքներով խշխշացնելով։ Սպասեք, ես սեղմեցի բրելուկի կոճակը։ Դարպասները դանդաղ սողացան դեպի կողմ։ Ես դարպասների շարժիչի հոսանքը չէի անջատել։ Նրանց թողել էի այդ ճանապարհը նահանջի համար, բայց նրանք այն չօգտագործեցին։ Մենք մտանք բակ։ Արմանի մեքենան կանգնած էր իր տեղում։ Պատուհաններում մութ էր, վարագույները քաշած։ Նրանք բարիկադավորվել էին։ Ոստիկանը թաքեց դուռը։ Բարձր, իշխանավոր։ Բացեք, ոստիկանություն, լռություն, այնուհետև կողպեքի շրխկոց։ Դուռը բացվեց, եւ շեմին հայտնվեց Արմանը։ Նա սարսափելի էր երևում, չսափրված կարմիր աչքերով, ճմրթված շապիկով։ Նրա մեջքի հետևում երևում էր Անահիտի ստվերը։ Մայրիկ, սկսեց նա խրպոտ։ Մայրիկ, ինչու ոստիկանություն։ Մենք չեք, որ հյուրային ենք։ Մենք չհասցրեցինք հավաքվել։ Մենք ոչ մի տեղ չունենք գնալու։ Դուք ունեիք 24 ժամ, պատասխանեցի ես պաշտոնապես։ Այժմ դուք գտնվում եք մասնավոր տարածքում անօրինական։ Անահիտը դուրս ցածկեց, Արմանին հրելով։ Դուք իրավունք չունեք, ճչաց նա, դիմելով ոստիկաններին։ Սա մեր տունն է, մենք այստեղ գրանցված ենք։ Այսինքն մենք այստեղ ենք ապրում։ Այս կինը խելագար է, նա դեմենցիա ունի։ Նա մոռացել է, որ մեզ գումար է նվիրել։ Նա չի հիշում, թե ինչ է ստորագրել։ Ահա այն, վերջին խաղաքարտը, հայտարարել ինձ անգործունակ։ Ոստիկանը երիտասարդ լեյտենանտը կասկածանքով նայեց ինձ։ Քաղաքացի, սա ճիշտ է։ Դուք ձեր գործողությունների համար պատասխան տալիս եք։ Ես հանգիստ պայուսակիցս հանեցի պլանշետը։ Լեյտենանտ, ես ոչ միայն հոգեբույժից ստացված բժշկական տեղեկանք ունեմ, որը ստացել եմ այսօր առավոտյան գործարքի համար։ Ես ավելի լավ բան ունեմ։ Ես միացրեցի տեսանյութը։ Էկրանին նոտար Վարդանի աշխատասենյակն է։ Ձայնագրության ամսաթիվը 1 ամիս առաջ։ Ես նստած եմ բազկաթոռին, հստակ եւ պարզ ասում եմ պայմանագրի պայմանները։ Ես Էլմիրան, գտնվելով սթափ բանականության եւ հստակ հիշողության մեջ, միջոցները փոխանցում եմ իմ ցմահ բնակվելու պայմանով։ Պայմանների խախտման դեպքում գործարքը համարվում է առոչինչ։ Ես գիտակցում եմ ռիսկերը եւ միջոցներ եմ ձեռնարկում իմ շահերի պաշտպանության համար։ Տեսանյութը ավարտվեց։ Ես նայեցի Անահիտին։ Դեմենցիա, ասում ես, հարցրեցի ես ցածր։ Կարծում եմ ես այս ընտանիքում միակ մարդն եմ, ում հիշողության եւ տրամաբանության հետ ամեն ինչ կարգին է։ Ես կանխատեսել էի այսօրը, Անահիտ։ Ես պատրաստվում էի դրան, մինչ դու վարագույրներ էիր ընտրում։ Անահիտը այնքան գունատվեց, որ նմանվեց կավիճի։ Նրա պլանը փլուզվեց, սուտը փոշիացավ։ Սա մոնտաժ է, փորձեց նա արարկել, բայց ձայնը կտրվեց։ Նինան, որը կանգնած էր միջանցքի խորքում ճամփրուկով, հանկարծ նետեց այն եւ քայլարեց դեպի ինձ։ Էլիա, չչաց նա, դե խիղճ ունեցիր, մենք չէ որ խնամի ենք, դե ուր գնամ ծերությանս օրոք, ճնշում ունեմ։ Ես նայեցի նրան, այն գնոջը, որը 3 թե էր խմում իմ բաժակից, նստած իմ գողացված գումարով գնված բազմոցին։ Դուք խնամի չեք, Նինա, դուք հանցակից եք, կտրեցի ես։ Դուք չհրավիրված հյուր եք այն տանը, որը ես եմ գնել։ Դուք ունեք ուղիղ 1 ժամ անձնական իրերը հավաքելու համար։ Կահույքին եւ տեխնիկային չկպնեք։ Ցանկը արդեն դատական կատարածուների մոտ է։ Ժամանակը գնաց։ Արմանը հանկարծ նետվեց դեպի ինձ, փորձելով բռնել ձեռքս։ Մայրիկ, կանգ առա, դուք հանդում ես կյանքս։ Արմենը քայլարեց առաջ, փակելով նրա ճանապարհը։ Ոստիկանը ձեռքը դրեց զենքի պատյանին։ Քաղաքացի, հեռացեք, հրամայեց նա։ Արմանը քարացավ եւ այդ պահին նա պայթեց։ Նա շրջվեց դեպի Անահիտը։ Սա ամենը դու ես, գոռաց նա, մատով ցույց տալով նրան։ Դու հորինեցիր, մայրը ծերը, մայրը չի նկատի։ Արի վարկ վերցնենք, նա միևնույն է ոչինչ չի հասկանա։ Ես ասում էի քեզ, որ չի կարելի։ Ես ասում էի։ Անահիտը հետ նետվեց, կարծես հարվածից։
Ախ, դու լաչար, ճչաց նայի պատասխան։ Դու ինքդ էիր ուզում նոր մեքենա։ Դու ինքդ էիր ողբում, որ չես ամոթ է ընկերների առաջ ապրել հին տանը։ Դու տղամարդ ես թե ով։ Նրանք կրվեցին հենց շեմին, բղավելով մեղադրանքներ, ցեղ շպրտելով իրար վրա։ Նրանք խեղդում էին իրար, փորձելով փրկվել։ Ես կանգնած էի եւ նայում։ Ինձ ցավ չէր պատճառում։ Ինձ սզվելի էր։ Ես հանեցի հեռախոսս եւ միացրեցի ձայնագրությունը։ Շարունակեք, ցածր ասացի ես։ Ձեր յուրաքանչյուր խոսքը նվեր է իմ փաստաբանին։ Արմանը, լսելով դա, քարացավ։ Նա նայեց ինձ սարսափով։ Մայրիկ, դու ձայնագրում ես։ Իհարկե, գլխով արեցի ես։ Դու հենց նոր խոստովանեցիր, որ վարկի եւ ստորագրության կեղծման գաղափարը պատկանում էր Անահիտին, իսկ դու հանցակից էիր, թեև չէիր ուզում։ Շնորհակալություն, զավակս։ Սա բավական է ինձանից պարտքը ամբողջությամբ հանելու եւ այն ձեր վրա բարթելու համար։ Նա ընկավ ծնկների վրա, հենց շեմի ցեխի մեջ։ Մայրիկ, ներիր, ասացի ես։ Ձայնս չոր էր, ինչպես աշնանային տերև։ Մի խայտարակվիր մարդկանց առաջ, իրերը հավաքիր։ Մեկ ժամ անց ես նստած էի տաքսու մեջ։ Ես չմնացի նայելու, թե ինչպես են նրանք տուփերը դուրս բերում։ Կողպակները արդեն փոխում էին։ Պահնորդը ընդունել էր պահակակետը։ Հեռախոսը զանգեց։ Արման։ Ես չանջատեցի։ Ես պատասխանեցի. Մայրիկ։ Նա լալիս էր հեռախոսափողի մեջ, իսկական հարբած հուսահատության արդյունքներով։ Մայրիկ, խնդրում եմ, մենք ամեն ինչ կվերադարձնենք։ Մենք կաշխատենք։ Անահիտ, ես նրա հետ կամուսնալուծվեմ։ Միայն թե դուրս մի հանիր։ Մենք քեզ լավագույն սենյակը կտանք։ Ննջասենյակը պատշգամբով։ Մայրիկ։ Ես լսում էի նրա հեծկլտոցները։ Ես նայում էի հայելու մեջ հեռացող տանը։ Արման, ասացի ես։ Ինձ պետք չէ սենյակ։ Ինձ պետք չէ պատշգամբ։ Ինձ պետք է, որ դու տղամարդ դառնաս։ Բայց վախենում եմ դա արդեն անհնար է։ Մայրիկ, սա ամենը Անահիտն է։ Մա է ստիպել։ Ես դեմ էի։ Նա բռնվում էր վերջին ծղոտից, դավաճանելով կնոջը, երբ դրանից առաջ դավաճանել էր մորը։ Ես գիտեմ, պատասխանեցի ես։ Եվ քո խոստովանության ձայնագրությունը արդեն ուղարկվել է բանկ եւ ոստիկանություն։ Դու ինձ փրկեցիր բարդքերից, Արման, բայց ինքդ քեզ չփրկեցիր։ Մայրիկ, Ես սեղմեցի արգելափակել կոնտակտը։ Տաքսու սրահում լռությունը օրհնյալ էր։ Ուր հիմա, հարցրեց վարորդը։ Դեպի կենտրոն, ասացի ես։ Ես այնտեղ հրաշալի ստուդիա էի վարձել։ Ես փակեցի աչքերս։ Մարտը ավարտվեց։ Պատերազմը շահված է։ Կորուստները մեծ էին։ Ես կորցրեցի ընտանիքը։ Բայց ես պահպանեցի ինձ։ Եվ դա ազատության համար ազնիվ կին էր։ Անցավ 1 ամիս։ Ձյունը պառկած է փափուկ գլխարկներով։ Բայց իմ ստուդիայում տաք է եւ արևոտ։ Ես այս վայրը պատահական չէի ընտրել։ Բարձր առաստաղներ, հսկայական պատուհաններ եւ նվազագույն պատեր։ Ոչ մի մութ անկյուն։ Ոչ մի ավելորդ հյուրասենյակ։ Միայն տարածք։ Միայն ինձ համար։ Քաղաքամերձ տունը 1 շաբաթ առաջ վաճառվել է աճուրդով։ Ստացված գումարը բավականացրեց բանկի բոլոր պահանջները փակելու եւ իմ դատական ծախսերը վճարելու համար։ Մնացորդը ես դրեցի ավանդի, ճանապարհորդությունների համար։ Արմանն ու Անահիտը հիմա ապրում են ծայրամասում գտնվող Վարչով մի սենյականոցում։ Նրանք ծածկված են հայցերով, դատական տուրքերի պարտքերով եւ փոխադարձատելությամբ։ Ես գիտեմ դա, որովհետեւ Արմանը երբեմն ինձ ուղարկում է կարճ տեղեկատվություններ։ Ես դրանք չեմ կարդում։ Ես պարզապես սեղմում եմ ջնջել։ Հիմա իմ առավոտը սկսվում է ոչ թե անհանգստությունից, այլ թարմ թխվածքի հոտից։ Ես անկյունում գտել եմ մի փոքրիկ հացաբուլ կեղենի խարոտ, որտեղ ինձ արդեն անունով գիտեն, եւ պահում են իմ սիրելի կրուասանը։ Ես գրանցվել եմ ֆրանսերենի դասընթացների։ Երազանք, որը 30 տարի հետաձգվում էի կանոն ընտանիքի։ Պարզվեց, որ ուղեղս դեռ ծարավ է գիտելիքների, ոչ թե բամբասանքների։ Երեք ես բաժանորդագրվել եմ բուսաբանական այգուն։ Ես աճեցնելու եմ խոլորձներ։ Ոչ կարտոֆիլ, ոչ թորներ, այլ քմահաճ, գեղեցիկ ծաղիկներ, որոնք ծաղկում են միայն նրանց համար, ովքեր դրանք իսկապես գնահատում են։ Ես դուրս եմ գալիս պատշգամբ։ Սարերից փչող քամին թարմ է, բայց ես փաթաթված եմ տաք կաշմիրե շալով։ Ինքս ինձ համար ծննդյան նվեր, որն առաջին անգամ անցկացրեցի այնպես, ինչպես ես էի ուզում։
Ես բերգամոտով տակ թեյի կում եմ անում։ Այն փակ դուռը, որի առջև 1 ամիս առաջ կանգնած էի անձրևի տակ, այլևս երազներումս չի հայտնվում որպես մղձավանջ։ Հիմա ես հասկանում եմ, դա ամորացության դուռ չէր։ Դա դուռ էր, որը փակվեց իմ անցյալի ետևում, որpիսի ես վերջապես կարողանամ բացել պատուհանը դեպի իմ ներկան։ Հեռախոսը սեղանի վրա է, էկրանը դեպի ներքև։ Այն անձայն ռեժիմում է, եւ սրտիս մեջ հանգստի բացարձակ հնչեղ լռություն է։ Ես ազատ եմ։ Դե ինչ ընկերներ, ինչպես է ձեզ Էլմիրայի պատմությունը։ Համաձայն եք, ֆինալը հզոր ստացվեց, եւ թերևս միակ ճիշտը նման իրավիճակում։ Շատերը կասեն, որ նա դաժան է վարվել որդու նկատմամբ։ Չէ՞ որ մայրը պետք է ներողամիտ լինի, համբերատար, զոհաբերի իրեն մինչև վերջին շունչը։ Թե ոչ։ Որտեղ է անցնում այդ սահմանը մայրական սիրո եւ ստորությանը տուրք տալու միջև։ Անձամբ ես կարծում եմ, որ Էլմիրան նրանց դասավանդեց իրենց կյանքի ամենակարևոր դասը։ Դաժան, այո, բայց դավաճանությունը պահանջում է կոշտ պատասխան։ Եթե նա ներեր նրանց, ստորագրեր այդ թղթերը, նա պարզապես կերկարացներ իր տառապանքը եւ վերջնականապես կփչացներ որդուն անպատժելիությամբ։ Իսկ այսպես Արմանը ստացավ թեկուս ուրվականային, բայց հնարավորություն մեծանալու, ցավի, կորստի միջոցով, բայց դառնալու տղամարդ, որը պատասխան է տալիս իր արարքների համար, ոչ թե թաքնվում կնոջ փեշի տակ։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Ճիշտ էր Էլմիրան։ Արժեր արդյոք նրան գնալ մինչև վերջ, որդուն եւ թորներին զրկելով տնից, թե պետք էր փորձել գտնել փողզիչում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ շատ հետաքրքիր է կարդալ ձեր մտքերը։ Գուցե դուք կամ ձեր ծանոթները ունեցել եք նման իրավիճակներ։ Ինչպես եք դուրս եկել դրանցից։ Եվ իհարկե, եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, եթե դուք անհանգստացել եք Էլմիրայի համար եւ ուրախացել նրա հաղթանակով, անպայման լայք դրեք այս տեսանյութին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպիսի բաց չթողնեք նոր հետաքրքիր պատմություններ։ Մենք պաշարում ունենք դեռ շատ պատմություններ ուժեղ մարդկանց, բարդ ճակատագրերի եւ արդար ավարտների մասին։ Մաղթում ենք ձեզ ամենայն բարիք։